Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Շիրակի հանրային հեռուստաընկերության եթերում դիմագից հաղորդաշարի արտագնահատողարկումն է եւ այսօր իմ զրուցակիցն է խաղաղության հիմնադրամի հիմնադիր Գեորգի Տումասյանը։ Բարև ձեզ, պարոն Տումասյան, շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար։ Պարոն Տումասյան, հենց առաջին հարցս վերաբերում է հայ-վրացական հարաբերություններին։ Այո, այսօր կարելի ասել, որ հայ-վրացական հարաբերությունները բավական հետաքրքիր փուլում են, մեր երկրերի միջև հարաբերությունները լավ մակարդակի վրա են այսօր, չնայած նրան, որ դուք գիտեք, Վրաստանը դարել է Վրաստանի ուղին դեմի Եվրոպայի միություն է, բայց Հայաստանը միաժամանակ Եվրազիական տնտեսական միության անդամ է դարել, բայց չնայած այս փաստին այսօր հայ-վրացական հարաբերությունները քաղաքական հարաբերությունները, նաև կուլտուրական եւ ուրիշ ոլորտներում հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են, որը շատ կարևոր է մեր շրջանի համար, հարավային Կավկասիայի շրջանի համար։ Ռուս-վրացական այսպես կոչված այդ հարաբերությունները, որոնք այդքան էլ լավ վիճակում չեն, արդյոք իր ազդեցությունը չի թողնում եւ հայ-վրացական հարաբերությունների վրա եւ այո, հենց Վրաստանում ապրող հայերի։ Դուք գիտեք, որ Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները շատ բարդ են եւ սա կախված է մի փաստի հետ, այս խնդիրը Աբխազիայի եւ Ցխինվալի շրջանի խնդիրը, որը շատ լուրջ խնդրեմա է ոնց Վրաստանի համար, նաև միջազգային կառույցներում այս թեման շատ ակտիվ է։ Մի քանի ամիս առաջ ընդունեցին այս ռեզոլյուցիան ՄԱԿ-ում, որի շատ լուրջ միջազգային մասնակցություն տեղի ունեցավ այս ռեզոլյուցիայի ընդունելու վաղտ։ Կարանք ասել, որ այո, հայկական եւ ռուսական հարաբերությունները, ռազմական նույնպես հարաբերությունները ազդեցություն ունեն հայ-վրացական հարաբերությունների վրա, որ առաջին դեպքում Ռուսաստանը ունի իր ներկայությունը Հայաստանում, Գյումրիի եւ Երևանի ուրեմն ռազմական բազաները շատ կարևոր գեոպոլիտիկ վիճակ են ներբրում մեր ռեգիոնում եւ հասկանալի է, որ Վրաստանի համար, ոնց որ ՆԱՏՕ-ի դաշնակից երկրի համար, որը փորձում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, այս փաստը մի փոքր բայց նաև շատ կարևոր ձևով խանգարում է Հայաստանի հետ հարաբերությունները ավելի լուրջ մակարդակի վրա անցկացնելու, նկատի ունեմ ստրատեգիկ հարաբերությունները։ Իսկ վրացական կառավարությունը ինչ-որ քայլեր ձեռնարկում է նմանատիպ խոչընդոտները հաղթահարելու կամ ասենք փոխգործակցությունը հենց Հայաստանի հետ նմանատիպ խոչընդոտները հաղթահարելու ուղղությամբ։ Վրացական իշխանությունները շատ նորմալ կարելի ասել պոլիտիկ ունեն հայկական Հայաստանի հետ կապված եւ սա նշվելու համար կարելի ասել, որ ամեն մի այցի վաղտ Բաքո կամ Անկարա անպայման Վրաստանի իշխանությունները այցելում են նաեւ Երևանը, սա նշանակում է, որ այս բալանսի պոլիտիկան, որը Վրաստանի օֆիցիալ պոլիտիկայի մասն է, ինքը շարունակում է մնալ շատ կարևոր մաս Վրաստանի միջազգային հարաբերությունների մեջ եւ այո, այսօր վերջի մի քանի նախարարի վաղտը այս շրջաններում նկատի ունեմ ուրեմն պաշտպանության նախարարները, Վրաստանի պաշտպանության նախարարները իրանք շատ ակտիվ են ներգրում եւ ունեն այսպես ասենք հարաբերություններ, նաեւ վիզիտներ, ակտիվ կոնֆերենսներ հայկական կողմի հետ։ Սա շատ կարևոր է եւ նաեւ կան հարցեր, որի հանդեպ շատ լուրջ ակտիվ պոզիտիվ փոփոխություններ կան վերջի տարիների ընթացքում։ Շատ լավ։ Վերջերս Հռոմի Պապը այցելեց Հայաստան, պարոն Տումասյան, ես ուզում եմ մեկնաբանենք նրա այցը եւ հոգեվոր
տեսանկյունից եւ քաղաքական ինչ ազդեցություն ունեցավ եւ հայաստանյան քաղաքականության մեջ եւ Վրաստանում ինչպիսի արձագանք գտավ եւ թուրքական համայնքի կողմից եւ հայկական համայնքի կողմից առավել եւս Հռոմի Պապի կողմից ցեղասպանություն եզրույթը արտասանելուց հետո։ Մտածում եմ, որ 4 օրվա պատերազմից հետո Հռոմի Պապի այցը Հայաստան շատ կարևոր սիգնալ էր միջազգային բոլոր երկրների համար, որ Հայաստանը մնում է միջազգային երկիր, մնում է շատ կարևոր երկիր այս շրջանում, նաև ոնց որ քրիստոնյա երկիր, ոնց որ առաջին քրիստոնյա երկիր, եւ Հռոմի Պապը, որը դուք գիտեք, որ միլիարդից ավել մարդ է այդ կոնֆեսիայի հետ կապված, իր այցը ոչ միայն հոգևոր մակարդակի վրա մենք կարանք այս այցի մասին խոսալ, բայց նաև քաղաքական կողմից։ Այս այցը շատ կարևոր էր նույնպես, երբ որ մենք խոսում ենք Կավկասիայի մասին։ Դուք գիտեք, որ ուրիշ լուրջ մակարդակի մարդկանց քաղաքական գործիչների այցերը Կավկասիա սկսվում են Թիֆլիսից, հետո մենք ունենք այցեր կամ Երևան, Բաքո, կամ Բաքո, հետո Երևան։ Ուզում եմ ասեմ, որ կենտրոնական քաղաքը Կավկասիայում այսօր Թիֆլիսն է, բայց շատ հետաքրքիր է, որ Հռոմի Պապի վիզիտը սկսվեց Երևանից։ Ինքը խոսք է տվել, որ անպայման գքա Վրաստան, բայց առաջինը իր այցը տեղի ունեցավ Հայաստանը, որը իմ կարծիքով այս իր քայլը շատ կարևոր սիգնալ էր 4 օրվա պատերազմից հետո։ Վրաստանում ինչպես են ընկալում աշխարհի տարբեր երկրների կողմից ընդունվող հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևերը, առավել եւս, որ վերջին շրջանում նաեւ Գերմանիայի Բունդեսթագը ընդունեց համապատասխան օրինագիծ, որով դատապարտում է եւ ինչպես նաեւ իր մեղսակցությունն է տեսնում հայոց ցեղասպանության մեջ, եւ ինչպես միշտ Անկարան, այն երկրները, որոնք որ ճանաչում են ցեղասպանությունը, հետ է կանչում իր դեսպաններին, այսպես ասած խորհրդակցության պատրվակով եւ բավականին երկար ժամանակ դեսպանը հետ չի վերադառնում տվյալ երկիր։ Այո։ Վրաստանում վրաց իշխանությունները հասկանալով հարաբերությունները եւ այդ հարաբերությունների տնտեսական մասը Թուրքիայի հետ եւ Ադրբեջանի հետ, իրանք չեն քննարկում հայոց ցեղասպանության հարցը այսօր։ Այս հարցը ցեղասպանության մասին մենք չենք լսի Վրաստանում այնքան ժամանակ մինչև չհասունանա հապաղը։ Այո, նկատի ունեմ, որ Վրաստանում չեն խոսում այսօր ցեղասպանության մասին, ոնց որ այն փաստի մասին, որը տեղի չի ունեցել։ Ցեղասպանության մասին խոսակցություն կա հայ-վրացական շրջաններում, Վրաստանում, Թիֆլիսում, տարբեր մակարդակների վրա, բայց քաղաքական հարցերով ընդունելու այս ցեղասպանությունը այսօր վրաց իշխանությունները պատրաստ չեն։ Եվ ոնց ասեցի, այս կախված է առաջին դեպքում Թուրքիայի ոնց որ ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ հարաբերությունների եւ նույնպես տնտեսական հարաբերությունների հետ։ Բայց ցեղասպանության հարցը շատ կարևոր է մնում վրաց-հայկական հարաբերություններում եւ մենք Վրաստանի հայերը շատ մեծ հույսով ենք նայում այս հարցի լուծմանը, դեմ որ Վրաստանը վրաց ժողովուրդը շատ լավ հասկանում են այն ցավը, որը հայերը ստացանք ցեղասպանության ժամանակ եւ իրանք գիտեն, թե սա ինչ մեծ խնդիր է մեր համար եւ ինչքան կարեւոր է հայ ժողովրդի համար հայ-վրացական եղբայրական հարաբերությունների այս հարաբերությունների մեջ ընդունվի հայոց ցեղասպանությունը եւ այո կարելի ասել որ այս խնդիրը այսօր չի քննարկվում, բայց մենք հույս ունենք, որ այս խնդրի մասին ավելի ակտիվ կկարողանա նույնպես հայ համայնքը այստեղ աշխատել։ Միգուցե սա հայ համայնքի փոքրաթիվ լինելն է կամ пассив։ Չեմ կարծում, որ կախված է թվի հետ։ Հայկական համայնքը շատ լուրջ թիվ ունի Վրաստանում, մոտ 5-6% հայ ենք Վրաստանում, բայց այսի կախված է քաղաքական ներկայացությունի հետ։ Այսօր մեր падգամավորները, այսօր մեր քաղաքական գործիչները շատ քիչ են խոսում այս հարցի մասին եւ եթե խոսում են Վրաստանի պարլամենտում ցեղասպանության օրը, բայց մենք պետք է հաշվի առնենք, որ ցեղասպանության օրը այս հարցի մասին խոսալով տարին մի անգամ մենք չենք կարողանա լուրջ փոփոխություններ
մտցնել այս հարցի մեջ։ Եթե վրաց ժողովուրդը չհասկանա այս խնդիրը, իսկ ոնց կարելի է հասկացնել։ Միայն կերպը էսի մաս մեդիայի միջոցով այս հարցի շուրջ սաղ տարվա ընթացքում խոսալն է եւ վրաց ժողովրդին հասկացնելն է, թե ինչ խնդիրների դեմ էր կայնի հայ ժողովուրդը։ Դրա համար դուք գիտեք, որ Վրաստանում էլ շատ ուրիշ խնդիր կան եւ շատ մարդ վրացքի մեծամասնությունը ոչ էլ իմանում են ցեղասպանության մասին, ոչ էլ լսել են ցեղասպանության մասին։ Եթե մենք իրանց հետ չխոսենք այս հայեցերի վրա, իրանք չեն իմանա այս հարցի մասին, իրանք չեն ունենա միտք եւ իրանց ուրեմն կարելի ասել հարաբերությունը այս հարցի մասին եւ այդ դեպքում վրաց քաղաքականությունը, վրաց պետությունը, իշխանությունը իրանք ուղղակի պատրաստ չեն լինի այս օֆիցիալ մակարդակով ընդունել։ Դա որ ժողովուրդը կարող է ճիշտ չհասկանա այս քայլը։ Փաստորեն քիչ քայլեր են ձեռնարկվում։ Կարելի ասել։ Այո։ Ինչու։ Կան մարդիկ դեսպանատան ոչ լիարժեք աշխատանքն է դա։ Կարելի ասել, որ այս հարցը ինքը շատ բարդ է։ Առաջին հերթում սա կախված է այն փաստի վրա, որ այսօր հայերս Վրաստանում շատ թույլ կարելի ասել ստրուկտուրա կամ ինչ որ մի կառույցներ ունենք, ապշիննի կառույցներ, որով մենք կարողանայինք առաջին հերթին միավորել մեր ուժերը եւ ավելի պինդ կայնել ոտի վրա։ Այսօր շատ թույլ է մեր թեմը Վրաստանում եւ այս կողմով շատ լուրջ աշխատանք պետք է կատարվի, որ մենք կարողանանք պնդացնել այն աշխատանքը, որը դարերով Թիֆլիսում, Սամցխե Ջավախեթիում, ուրիշ շրջաններում տեղի է ունեցել, այն նպատակով, որ մենք ավելի լուրջ, ավելի լավ մակարդակի վրա կարողանանք մեր մտքերը ներկայացնել եւ պետք է ասվի, որ այսօր շատ քիչ է քաղաքական գործիչ, ով ակտիվ է Վրաստանում, հայ քաղաքական գործիչ եւ մանավանդ դեպքս նույնիսկ խոսալով տարբեր քաղաքական գործիչների մասին, իրենք շատ կողմերով ոչ այնքան ակտիվ են վրաց ժողովրդի հետ հայկական հարցերի քննարկման մեջ։ Այսօր շատ քննարկումներ կա տարբեր հարցերի շուրջ Վրաստանում, մեդիայի օգնությամբ, բայց շատ քիչ է հայ, կարելի ասել չկա հայ, ով այս հարցերի շուրջ վրաց ժողովրդի հետ խոսում է, ով կարա իր մտքերը եւ հայկական հարցերի մասին կիսպի վրա ժողովրդի հետ եւ նույնիսկ ամսու 24-ին ապրիլի 24-ին շատ քիչ հերոստալիք կամ մեդիա խոսում է ցեղասպանության հարցի մասին, բայց որոնք խոսում են նույնիսկ այս ալիքները այս ալիքներում շատ քիչ նույն մարդիկ են կարելի ասել հայ երևում։ Մենք խնդիր ունենք այս կողմով եւ այո, մենք այսօր աշխատում ենք բոլոր կառույցների հետ, հայկական կառույցների հետ, այն նպատակով, որ հզորացնենք հայկական թեմը, հայկական համայնքը, այո, հայկական համայնքը Վրաստանում, այն նպատակով, որ այս բոլոր հարցերը կարողանանք ավելի ակտիվ դարձնել եւ վրացական լեզվով վրաց ժողովրդին հասկացնել այս խնդիրների մասին։ Դուք ձեր խոսքում նշեցիք, որ միայն ապրիլի 24-ին է խորհրդարանում բարձր ամբիոնից քննարկվում կամ ասենք շոշափվում հայոց ցեղասպանության հարցը, արդյոք գոնե այդ ժամանակ շեշտվում է ցեղասպանություն եզրույթը։ Այո։ Պատգամավորները կան պատգամավորներ, որոնք իրենց խոսքերի մեջ խոսում են հայկական ցեղասպանության մասին, բայց կարևոր է նշել, որ այս նշելու վաղտ կան խնդիրներ, որոնք տեղի են ունենում հենց վրացական պարլամենտում։ Եզրույթը օգտագործելուց հետո ցեղասպանություն եզրույթը։ Այո, ոչ միայն եզրույթ ցեղասպանության օգտագործելուց հետո, բայց նաև այս հարցի շուրջ խոսալու համար։ Դրա համար կան падգամավորներ, նույնպես ոչ վրացի էթնիկ падգամավորներ, որոնք չեն ուզում, որ այս հարցը բարձրացվի վրացական խորհրդարանում, եւ այդ կողմով կան խնդիրներ։ Ես հույս ունեմ, որ մեր падգամավորները կարողանան ավելի լավ մակարդակով ներկայացնել այս խնդիրը եւ նույնպես վրացական պարլամենտում կկարողանան այս հարցը
այդքան լուրջ մակարդակով հասկացնել, որ բոլոր պարլամենտի անդամները կհասկանան, թե ինչու հետ է կախված այս հարցը, որ սա ոչ միայն հայկական հարց է, սա միջազգային հարց է, որովհետև դուք գիտեք, որ Եվրոպարլամենտը իր խոսքերում ասել է, որ անդամը ուզում է դառնալ Վրաստանը, Եվրոպային միության անդամը, ասել է, որ ցեղասպանության չընդունելու պատճառն է այն, որ այսօր շատ տարբեր տեղերում ցեղասպանությունը նույնպես տեղի է ունենում։ Նույնպես Սիրիայում կարելի է նշել այսօր ցեղասպանություն է տեղի ունենում շատ ժողովրդերի եւ սա կախված է հայկական ցեղասպանության իրավախտին ոչ ճանաչելու հարցի հետ։ Այսինքն ճանաչելով հայոց ցեղասպանությունը ինչ է գտնում որպես քաղաքագետ, սա կանխարգելիչ միջոցառում չի հանդիսանում գալիք ցեղասպանությունների դեմն առնելու համար, այսինքն թե դուք նշեցիք նաև, որ հիմա Սիրիայում Իրաքում տեղի ունենում այո ցեղասպանություններ, արդյոք այս հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո վերջակետ չի դրվի դրանց համար։ Այո, հայոց ցեղասպանությունը իրավախտին որ ճանաչած լիներ եւ հայ ազգը ստանար բոլոր այն իրավական բենեֆիտները, որը պետք է ստանար ցեղասպանություն հետո, նկատի ունեմ այս ռեստիտուցիան եւ նկատի ունեմ հայերի իրավունքը հետ դառնան իրանց տներ, այս հարցերը եթե պոզիտիվ լուծած լինեին այսօր միջազգային կառույցների օգնությամբ, խնդիրը ավելի քիչ կլիներ Սիրիայի եւ Իրաքի դեպքերում, դրա համար հասկանալով այս հարցերը, հասկանալով որ այս մարդիկ պետք է հետ դառնան իրանց տներ, հասկանալով որ ամեն մի սպանած մարդու համար իրանք պատասխանատու կլինեն միջազգային կառույցների դեմ, ՄԱԿ-ի դեմ եւ միջազգային դատարանների դեմ, իրանք այս քայլերը չէին անի, բայց երբ որ իրանք տենում են, որ հայկական ցեղասպանությունը, որը այո Հռոմի Պապը, որի մասին մենք խոսում էինք, ասաց, որ այս առաջի ցեղասպանությունը 20-րդ դարի, որը 1.5 միլիոն հայ զոհվեց ցեղասպանության ժամանակ պատասխան չի տվել այս իրադարձությունների համար Թուրքիան եւ այո Թուրքիան, այսօրվա Թուրքիան եւ միջև այս պատասխանը չլինի իմ կարծիքով բոլոր այսպես մտածող երկիրները կամ կառույցները իրանք պատրաստ են շարունակել իրանց նույն պոլիտիկան, նույն քաղաքականությունը եւ այն դեպքում եթե իրանց շահերի համասակարևոր է նույնպես ջնջել եւ գենոցիդ տեղի օգտագործել եւ գենոցիդով ջնջել շատ ժողովուրդներ այս տարածքներում։ Շատ լավ։ Հոկտեմբերին Վրաստանը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների։ Թե ինչ մրցապայքար է սպասվում։ Շատ կարևոր ընտրություններ է լինելու, դուք գիտեք, որ քարտուղիոցն են, վրացական երազանքը շարունակում է մնալ այսօր իշխանական կուսակցություն, բայց Սաակաշվիլիի կուսակցությունը նաև շատ ակտիվ է եւ չի կորցնում իր հույսը հետ գալ իշխանություն եւ կարելի ասել, որ բացի այս երկու կուսակցության շատ նոր եւ հզոր կուսակցություններ են ստեղծվում Վրաստանում, որոնք կմասնակցեն հոկտեմբերի 8-ի ընտրությունների մեջ եւ այո, շատ դժվար ընտրություններ կլինի, երեք տարածվեց մի նոր ինֆորմացիա ընտրությունների անալիզի հետ կապված, որոնք ասում են, որ երկու կարևոր, երկու մեծ պարտիան, երկու մեծ կուսակցությունը, վրացական երազանքը եւ Սաակաշվիլիի կուսակցությունը, իրանք նույնիսկ իրար հետ չեն կարողանա վեկալել 50% ձայներ։ Վրաց ժողովուրդը այսօր հիասթափված է բոլոր կուսակցություններով եւ մոտ 30-ից 40% ընտրողները իրանք չեն միտք չունեն մասնակցելու ընտրությունների մեջ։ Սա նկատի ունենք, որ այո, շատ դաժան պայքար է լինելու իշխանության համար եւ կարող է նույնպես ոչ մի կուսակցություն չկարողանա ստանա այն քանակը, որով իրանք կարողանան ստեղծել նոր ուրեմն
Պատգամավորներ։ Այո, չէ, պատգամավորների նկատի ունեմ նախարարական պորտֆելներ ստանալ եւ պետք կլինի այս կողմով մի քանի կուսակցություն իրար հետ միանան եւ կոալիցիա ստեղծեն։ Շատ լավ, հայկական համայնքը այս պարագայում իր դերակատարությունը կամ ասենք լումաններ տնում է։ Այո, հայկական ունենք հայ պատգամավորներ տեխնացուների մեջ։ Տեխնացուների մեջ շարունակվում էր Վրաստանի անկախության օրից մենք ունենք պատգամավորներ Վրաստանի պարլամենտում եւ այո այսօր էլ մենք 3 պատգամավոր ունենք եւ դուք գիտեք որ փոփոխություններ կան Ախալքալաքի եւ Նինոց-Մինդայի մաժորիտարական շրջանների մեջ այսօր մի պատգամավոր կլինի այս ընտրությունների վաղ Նինոց-Մինդայից եւ Ախալքալակից այս փոփոխությունա լուրջ փոփոխությունա բայց մյուս ուրեմն ընտրությունների վաղ մենք սպասում ենք որ մաժորիտարական ընտրություններ չի լինի Վրաստանում նկատի ունենք որ այս փոփոխությունները տեղի ունենում եւ պրոպորցիոնալ պրինցիպով մենք կունենանք կարելի ասել պատգամավորներ եւ այո մենք սպասում ենք որ մոտ 3 պատգամավոր այս տարի նույնպես հայ մենք ունենանք բայց խոսալով պատգամավորների մասին իմ կարծիքով ամենակարևորն է ոչ թե իրենց քանակը բայց իրենց որակը ինչքան կկարողանան իրենք հայ վիրահայոց թեմի համար օգտակար լինել եւ այս 4 տարվա ընթացքում կարողանան վիրահայոց թեմը ոտի կանգնեցնել այն բարդ իրավիճակից, որը այսօր մենք ցավոք սրտին ունենք մեր թեմ։ Շատ լավ։ Եվ իմ վերջին հարցը, պարոն Թոմասյան, կուզենամ խոսենք ձեր հիմնադրած հիմնադրամի մասին, ինչ գործունեություն է ծավալում այն Վրաստանում եւ արդյոք դժվար չէ հայի համար ստեղծել իր սեփականը եւ այո, ինչու՞ չէ նաեւ աշխատատեղեր ստեղծել։ Այո, այսօր մենք զբաղվում ենք ամենակարևոր հարցով, որը ամենաբարդն է մեր երկրում, եւ սա կախված է մարդու իրավունքների հետ եւ մեծ մասը մեր աշխատանքի կախված է հայերի հետ։ Մենք աշխատում ենք ակտիվ Ջավախի հայության հետ եւ ուրիշ շրջաններում ապրող հայերի հետ, նույնպես Թիֆլիսեցի հայերի հետ։ Այսօր մենք տենում ենք այն խնդիրը, որ հայերը չեն կարող ներկայացնել իրանց խնդիրները չկան մարդիկ, որ պատրաստ են լուծել հայկական խնդիրները, նույնպես շատ շրջաններում մենք բացի Նինոց-Մինդայից եւ Ախալքալակից մենք ունենք ցալկայի շրջաններ, Բոլնիսի շրջաններ, Մարնեուլի, որտեղ որ հայերը ապրում են, բայց այնտեղ падգամավորը հայ չէ եւ իրանք չեն կարող իրենց ձենը հասցնել միջև վրաց իշխանություններ, միջև ուղղակի մունիցիպալիտետի իշխանություններ եւ մեր հիմնադրամը օգնում է ամեն մի մարդուն, ամեն մի հայ կարա մեզ դիմել, մենք իջնում, մենք գնում ենք եւ գյուղ անցնում ենք շատ մարդկանց հետ ենք հանդիպել վերջի տարիների ընթացքում մենք հանդիպել ենք կարելի ասել բոլոր Մարնեուլի եւ Բոլնիսի շրջաններում եւ այ կարելի ասել վաղ 3 երեկոյան ես հետ եմ դարձել Ջավախից հանդիպելով մեր հայության հետ այնտեղ եւ փորձում ենք օգնել այնտեղ կանանց փորձում ենք օգնել իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով փորձում ենք օգնել տնտեսական հարցերում որոնք իրենք զբաղվում են եւ ամենակարևորը մենք փորձում ենք հայերի հանդեպ մտքերը վրաց ժողովրդի մեջ փոխել դեպի պոզիտիվ եւ հայկական եւ վրացական եղբայրությունը, որը դարերով գալիս էր մինչեւ այսօր, շարունակել եւ օգնել երկու եղբայրական ազգին շատ մտերիմ եւ շատ հետաքրքիր հարաբերություններ ունենան, որը իմ կարծիքով մեր հիմնադրամի նպատակն է այս հարաբերությունները կբերեն մեզ այն մակարդակի, որ Վրաստանի եւ Հայաստանի հարաբերությունները ավելի ստաբիլ, ավելի ստրատեգիկ կդառնա։ Սա շատ կարևոր է Հայաստանի համար եւ սա շատ կարևոր է Վրաստանի համար։ Չնայած այն փաստին, որ այո Հայաստանը այսօր Եվրազիական տնտեսական միության մեջ է, մենք տենում ենք, որ շատ կարևոր է օգտագործել հայ-վրացական եղբայրությունը եւ օգտագործել հայ-վրացական կապերը այն նպատակով, որ Հայաստանը մշտապես ունենա կապ Եվրոպայի հետ, դեռ այսօր չնայած այն հարցի, որ Ռուսաստանը այո Հայաստանի դաշնակիցն է, Եվրոպան մնում է շատ կարևոր ակտոր, կարևոր մասնակից Ղարաբաղի հարցերի մեջ եւ նաեւ Հայաստանի պաշտպանության եւ Հայաստանի
Բիզեպասնիստի անվտանգության հարցերի շուրջ։ Շնորհակալություն, պարոն Թումասյան։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ դուք դիտում եք Դիմագիծ հաղորդաշարի հերթական թողարկումը եւ իմ զրուցակիցն էր Խաղաղության հիմնադրամի հիմնադիր Գյորգի Թումասյանը։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Տեսություն եւ ամենայն բարեգ ձեզ։